Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, սպասիր ինձը կրկին եթերում է։ Եվ սա այն նախագիծն է, որը ոչ միայն օգնում է միավորվել մարդկանց, այլև մեզ ավելի լավն է դարձնում։ Միայն մեզ, թե բոլորին։ Դե մեզ ասելով նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր ուզում են ավելի լավը դառնալ կյանքում, առօրյայում, շրջապատի ու սեփական անձի համար։ Լավն ենք դառնում կարեկցելով, հոգ տանելով, դիմացինի համար անհանգստանալով։ Լավն ենք դառնում, երբ հասկանում ենք, որ օտար մարդու կյանքի պատմությունը հուզում է մեզ եւ անկախ մեզնից փորձում ենք օգնել, նույնիսկ լավ չպատկերացնելով, թե իրականում ինչով կարող ենք աջակցել։ Նման դեպքերի համար մենք լավ խորհուրդ ունենք։ Եթե դիտում եք մեր հաղորդաշարը, բայց չեք բավարարվում լոկ հեռուստադիտող լինելով, ապա առաջարկում ենք դառնալ Սպասիր ինձ նախագծի կամավոր։ Ընդամենը նախագծի կայքում լրացրեք կամավոր դառնալու հայտը եւ դարձեք որևէ մեկի երազանքն իրականացնողը։ Հավատացեք, անասելի հաճելի է անել մի բան, ինչի շնորհիվ մեկ ուրիշն իրեն երջանիկ կզգա։ Հուսանք, որ մարդիկ, որոնց անունները կհնչեն այս թողարկման ընթացքում, կգտնվեն հենց մեր կամավորների շնորհիվ։ Հաճախ ենք չէ դժգոհում մեր ճակատագրից, կյանքում տեղի ունեցող որոշ իրադարձությունների ընթացքից, իրավիճակներից, որոնցում հայտնվում ենք անկախ մեր կամքից։ Սկսում ենք մեղավորներ փնտրել, ինքներս մեզ արդարացնել եւ կարեւորը համեմատություններ տանել մեր եւ օտարների կյանքերի միջև։ Որքան շատ համեմատենք մեզ ուրիշների հետ, որքան դրական բաներ փորձենք գտնել մեզնից ծայրահեղ տարբերվող մեկի կյանքում, փոխարենը մեր կյանքում միայն բացասականը նկատելով, այնքան ավելի խորը ու անելանելի անդունդում կհայտնվենք։ Այդպես է, բայց հաճախ մեր նախագծին դիմող մարդիկ են հայտնվում իրավիճակում, երբ սկսում են համեմատել որոնումների ընթացքը։ Ինչու մեկի հարազատը գտնվեց օրերի ընթացքում, այնինչ մեկ ուրիշի հարազատի մասին արդեն տարիներով լուր չկա։ Ինչու այս մեկի պատմության ավարտն աննկարագրելի երջանիկ էր, իսկ մեկ ուրիշինը նույնքան ցավալի։ Նման ինչուների բախվում ենք ամեն օր։ Բախվում ենք, բայց հասկանում, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեզնից։ Յուրաքանչյուր պատմության մեջ տասնյակ նրբերանգներ ու տարբերվող գործոններ կան, ու չեն կարող բոլոր որոնումներն ավարտվել նույն արդյունքով եւ նույն ժամկետներում։ Երբ եւ ինչպես կավարտվեն նոր հայտի հիման վրա սկսվող որոնումները, չգիտենք, բայց ուշի ուշով կհետևենք ընթացքին։ Դասայսեովա։ Մամա, Բայսի։ պապա, Հոցովտոնը։ Նա մանկությունից ոչ մի լուսանկար չունի, չկան ժպիտ առաջացնող հուշեր։ Նրա մանկությունը ցուրտ տարիների, քաղցի եւ մենակության մասին է։ Կյանքում ես չեմ անի այնց բան, որ իմ երեխաները ոնց որ ես եմ հայտնվել դաժան ճակատագրի մեջ, իրանք էլ հայտնվեն այդ վիճակի մեջ։ Ես Վիտալի Աբրահամյանն եմ, փնտրում եմ հայրիկիս, մայրիկիս, իմ կենսաբանական ծնողներին։ Վիտալի Աբրահամյանի մանկության առաջին հուշերում բարձրահարկ մի շենք է ուրվագծվում։ Այնտեղ ապրում էին մարդիկ, որոնք նրան որբ էին կոչում։ Հետո երկու հոգի տղային մեքենա նստեցին ու տարան հեռու մի տեղ։ Վիտալիին հայտնեցին, որ իրեն որդեգրել են։ Նա արդեն եւ հայր ունի, եւ մայր։ Տղային որդեգրողները որոնցովներն էին։ Նրանք ապրում էին Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում։ Նոր ընտանիքում հայտնվելու հաջորդ օրը Վիտալին արթնացավ մենակ։ Ծնողները տանը չէին։ Նրանք վերադարձան ուշ երեկոյան։ Նույնը կրկնվեց նաև հաջորդ օրը, հետո նորից ու նորից։ Վիտալին հայտնվեց գիշերօթիկ դպրոցում։ Կարելի ասել լավ բաներ չեմ հիշում,
Պապան Սևանից էր, աշխատանքը Սևանում էր։ Ես իրան երևի 2-3 ամիսը մեկ էի տենում, ոգել իշխանքի ազդեցության տակ։ Տենց լավ բաներ չեմ հիշում իրանցից։ Մայրիկն էլ հիմնականում տունը չէր լինում, աշխատանքի կամ ինչ-որ, չգիտեմ ինչ գործերով դրսում էր լինում։ Ես էլ մենակությունից ելնելով միշտ փնտրում էի ընկերներ կամ ժամանակս հետաքրքիր անցկացնելու համար հարևանների տուն էի գնում։ 1996 թվականին Վիտալիի հայրը մահացավ։ Տղան շարունակեց մոր հետ ապրել, բայց նրանց առօրյայում ոչինչ չփոխվեց։ Մի օր Վիտալին տան հին պահարաններից մեկում մի ալբոմ գտավ, որտեղ պահված էին իր ծննդյան վկայականն ու որդեգրման փաստաթղթերը։ Տղան հասկացավ, որ իր հույշերում դաջված բարձրահարկ շենքը հենց այն մանկատունն էր, որտեղից իրեն որդեգրել էին որոնցողները։ Փաստաթղթերից Վիտալին իմացավ, որ ծնվել է Երևանում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 1985 թվականի մայիսի 4-ին։ Իր կենսաբանական հայրը Վլադիմիր Դեմիչենկոն է։ Ծննդյան վկայականում տղան գրանցված է Վասիլի անունով։ Հարցեր տվել եմ, բայց չեմ ակնկալել ինչ-որ մի հատ լուրջ պատասխան, որովհետև ինքը ինձ լուրջ չէր վերաբերվում։ Սարսուռ անցավ մեջովս, արդեն ոնց որ ավելի ագրեսիվ դառավ մի պահ։ Հետո ես ինքս ինձ միշտ ելք էի գտնում դժվար վիճակից հանելու համար։ Ես մասնագիտությամբ խոհարար եմ, 7 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Ներկա պահին չեմ աշխատում որպես խոհարար, աշխատում եմ հաց-թուղ, հաճախակի եմ տանը թխում հաց։ Կինս էլ շատ բաներ ինձանից սովորում է, այն ինչը չգիտի, ու հաճույքով ուտում եմ։ Գյուղում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վիտալին աշխատանք գտավ, տեղափոխվեց Տավուշի մարզ, ամուսնացավ։ Այժմ կնոջ ու երեխաների հետ ապրում է Տաշիր քաղաքում։ Նրանք 4 երեխա ունեն։ Կյանքը կարա ամեն մարդու մոտ մի ձև է դասավորվում, չեմ կարող ասել իրանց մոտ ոնց է դասավորվել կամ ինչից ելնելով են իրանք ինձ տվել մանկատուն։ Կուզենայի պատճառները իմանայի, կուզենայի ճանաչեի իրենց, իմանայի քուր եղբայր ունեմ, առհասարակ հարազատ ով ունեմ այս աշխարհում, ենթադրում եմ, որ լավ էլի այսքանից հետո կարա լավ լինի։ Սպասիր ինձի հայտատուները գիտեն ինչ է անհրաժեշտ որոնումներ սկսելու համար։ Իհարկե բացի հայտ լրացնելուց, այն ինչ կարող է օգնել ավելի արագ գտնել որոնվողին, դա վերջինիս լուսանկարն է։ Հիմա կցուցադրենք լուսանկարներից մի քանիսը, իսկ դուք ուշադրությամբ դիտեք ու հնարավոր է ճանաչեք դրանցում պատկերված մարդկանցից որևէ մեկին։ Օքսանան փնտրում է իր պապիկի Համբարձում Նալբանդյանի հարազատներին։ Համբարձումը 3 քույր է ունեցել՝ Փեփուշը, Արուսն ու Զինան։ Զինան ամուսնությունից հետո փոխել է ազգանունը, դարձել Վարդանյան։ Հայրենական մեծ պատերազմից հետո Համբարձում Նալբանդյանն իր կնոջ հետ ապրել է Ուկրաինայում։ Օքսանայի հայրը ծնվել է այնտեղ։ Հարազատների հետ կապը խզվել է 1988 թվականի երկրաշարժից հետո։ Նախկինում Համբարձումի ընտանիքն ապրել է Երևանում, Թամանցիների 4 հասցեում։ Լուսանկարում պատկերված է Գագիկ Պարքևի Բադալյանը, որն այս տարի կդառնա 65 տարեկան։ Գագիկը Գեղարոտ գյուղից է, ապրել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել Սոչի։ Դստեր Լուսինեի հետ վերջին անգամ հանդիպել են 8 տարի առաջ, սակայն Լուսինեն չի կորցնում հույսը, որ հայրը կարձագանքի և նրանք նորից կհանդիպեն։ Ազատ Բալաբեկի Վարդանյանը ծնվել է 1971 թվականին Ճամբարակ քաղաքում։ Նրան է որոնում Զարմուհին, Շուշաննան։ Ազատն արդեն 24 տարի կապի դուրս չի գալիս հարազատների հետ։ Անահիտ Եղիշի Քոչարյանին կամ նրա երեխաներին են որոնում ազգականները։ Մոտ 10 տարի առաջ նա Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից վերադարձել է հայրենիք, Հայաստան։ Դրանից հետո կապը նրա հետ խզվել է։ 1956 թվականին ծնված Եվգենի Մանուկյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում։ Վերջին անգամ ընտանիքի հետ կապի է դուրս եկել 37 տարի առաջ։
Ազգականները խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր կարող են որևէ տեղեկություն տրամադրել նրա մասին։ Արագած Ավետիսյանին է փնտրում ընկերը, Սերգեյը, կամ ինչպես նրան բանակում էին անվանում, Սուրբը։ Ընկերների զինվորական ծառայությունն անցել է Կոմի հանրապետության Վոժայոլ ավանում։ Սիրելի հեռուստադիտողներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներ, ձեզ համար ուրախալի նորություն ունենք։ Սպասիր ինձ հեռուստանախագիծը ընդլայնում է գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը։ Եվ շատ շուտով մենք կլինենք առաջին ալիք Ամերիկայի եթերում։ Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ պատմություններ կունենանք, որոնցում որոնվողները կամ որոնողները Միացյալ Նահանգներից են։ Մենք ուզում ենք, որ ավելի ու ավելի ամրանակապը տարբեր մայրցամաքներում ապրող մեր հայրենակիցների միջև, եւ սպասիր ինձ նախագիծը մեզ կապող կամուրջ է դառնա։ Հետևեք առաջին ալիք Ամերիկայի եթերին, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին եւ նորությունների մասին տեղեկացեք առաջինը։ Եվ իհարկե, սպասեք մեզ Միացյալ Նահանգներում։ Որոշ ընտանիքներում ստացվել է այնպես, որ ազգականներին փնտրել այնքան բարդ ու խճճված է, որ այդ թնջուկը փոխանցվում է սերնդեսերունդ։ Այն արդյունքին, որին չեն կարողացել հասնել ծնողները, փորձում են հասնել նրանց զավակները, երբեմն նույնիսկ թոռները։ Մեր նախագծում հայտնված նման դժվարին հայտերի եւ հաջորդող բարդագույն որոնումների շնորհիվ հնարավոր է լինում վերականգնել տասնամյակներով, նույնիսկ հարյուրամյակով խզված կապերը։ Չենք թաքցնի, որ հատուկ վերաբերմունք ունենք նման հայտերի նկատմամբ, քանի որ զգում ենք այն ծանրակշիռ պատասխանատվությունը, որը ընկնում է հենց հեռուստատեսային նախագծի թիմի ուսերին։ Չէ՞ որ նման վաղեմության պատմությունների վերջին հույսը մեծամասամբ հենց հեռուստատեսությունն է։ Նախորդ տարվա թողարկումներից մեկի ընթացքում մեր տաղավարում հյուրընկալել էինք Մարինա Եղիազարյանին։ Նրա պատմությունը սկիզբ էր առնում 1915 թվականից։ Եկեք վերհիշենք, ինչ էր պատմում Մարինան։ Մորեղբայրս փնտրում է իր հորեղբայրներին։ Պատմությունը այսպիսին է, 10 թվականի ծնվածներ են մոտավորապես երեխաները, Սամվել եւ Ավետիս Գասպարյաններ, հավանական հայրանունը կամ Ռաֆայել կամ Ռաֆիկի, իրենք բժնիում են բնակվել։ Երեխաները եղել են բավականին գիտակից դեռահաս երեխաներ, երբ որ հայրը Ռաֆայելը Գասպարյան հանձնել է երեխաներին մանկատուն, ասում են, որ իբր երեխաներին բերել է Երևան Խլուզ անունով քույրիկի տուն, հետո քույրը հանձնել է մանկատուն։ Երեխաները գիշերով փախել են, տեղակ են պահել, որ իրենց ԱՄՆ-ի ինչ-որ մանկատուն երեխաներին տեղափոխում է մանկատուն ԱՄՆ։ Հայրը ասել է, որ մնալու եք, սոված մահանալու եք, լավ կլինի գնանք եւ այնտեղ ապրեք։ Եթե 10-ական թվականների ծնունդ են, մենք հասկանում ենք, որ պետք է փնտրենք նրանց շարավիղներին, նրանց ժառանգներին, բայց այստեղ մի կարևոր բան կա, կարևոր է, որ նրանք իրենց ընտանիքում այս պատմությունը պատմած լինեն եւ նրանց զավակները, թոռները, ինչպես որ դուք այսօր լինելով երկրորդ, երրորդ սերունդ այս ընտանիքի, նրանք նույնպես ունենան այդ հիշողությունը, ունենան այդ տեղեկությունը եւ կարողանան արձագանքել մեզ։ Անկեղծ ասած, ոչ մի րոպե չեմ հապաղել, չեմ մտածել, չեմ կասկածել ու շատ ուրախ եմ, որ հենց ես եմ եկել, որովհետեւ միշտ փոքրուց պապիկս ինձ է պատմել այդ պատմությունը, մի փոքր ամեն անգամ շեղելով, խեղելով այս պատմությունը, մի փոքր, բայց ամեն դեպքում ես նաեւ շատ ուրախ եմ, որ ես գիտեմ ամբողջ այս պատմությունը, կրողն եմ, որովհետեւ բոլորը ինձ են հարցնում ու ես մեծ պատասխանատվություն եմ կրում դրա համար ու փորձում եմ ամենը ինչպես որ ասել են բառացի այդպես փոխանցել, որպեսզի չխանգարեմ ու չխշեղեմ այն գործընթացին, որը հիմա պետք է լինի գտնելու իրենց։ Շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեր տաղավար, Աստված հաջողի, լավ նորություններով մյուս անգամ հանդիպենք ձեզ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, շնորհակալություն։ Այդ թողարկման ընթացքում շատ խոսվեց Գյումրիում գործող ամերիկյան մանկատան մասին, որտեղ ցեղասպանությունից հետո հայտնվեցին մեծ թվով երեխաներ տարբեր ընտանիքներից։ Եվ հետագայում հենց այդ մանկատնից շատ երեխաների որդեգրման ուղարկեցին Միացյալ Նահանգներ։ Մարինայի ընտանիքի պատմությունը ոչ մեկիս անտարբեր չթողեց, եւ այսօր նրան կրկին հրավիրել ենք այստեղ, իսկ թե ինչ առիթով կիմանանք հենց հիմա։ Մարինա, համեցեք։ Բարի երեկո, համեցեք։
ուրախ ենք, որ կրկին մեզ հյուր եք եկել։ Կպատմեք ինչ զգացիք դուք, երբ անցյալ տարի ձեր մասնակցությամբ թողարկումը հայտնվեց եթերում եւ հազարավոր մարդիկ լսեցին ձեր պատմության մասին։ Իրականում զգացողությունները շատ տարբեր էին, չգիտեմ, առաջին իսկ հերթին հպարտություն էր մի տեսակ ու երևի թե մի փոքր ինձ ավելի երջանիկ էի զգում այդ առիթով, որ ես վերջապես լուսաբանեցի, բարձրաձայնեցի պապիկիս ու քեռուս նաև ցանկությունը իրենց գտնելու։ Իհարկե արձագանքները բարեկամների կողմից եւս գովելի էին, հույսեր փայփայում էին, ինչպես որ նախորդ հաղորդման ընթացքում ասացի, ես չեմ կասկածում, որ կգտնվեն, թե որտեղ չգիտեմ։ Եղել են արձագանքներ, գուցե ձեզ հետ կապվել են ինչ-որ մարդիկ։ Ինձ հետ ոչ մեկ չի կապվել իրականում, բայց ես ինքս նախաձեռնեցի մի փոքր ձեր իսկ հաղորդման ընթացքում, երբ որ իմացա Գյումրի մանկատան հետ կապված, իմ ընկերների միջոցով փորձեցի գիրքը գտնել, որ քաղաքի այնտեղ փնտրել ինքնուրույն ազգանունները, անունները, բայց ապարդյուն ոչինչ ինձ մոտ չստացվեց, միգուցե ամփույթ եմ եղել կամ ինչ-որ մի բան, բայց չստացվեց։ Բոլորս հասկանում ենք, որ յուրաքանչյուր օր հետ հաշվարկ է տեղի ունենում, այն իմաստով, որ պատմության վաղեմության ժամկետը ավելանում է, պատմության մասին տեղեկություն ունեցող մարդիկ հասկանում ենք, անմիջական այդ պատմության մասնակիցներին գտնել չենք կարող, նրանց սերունդների մասին է խոսքը, եւ քանի որ ժամանակը շատ թանկ է ձեր բարագայում, մենք ձեզ այլևս անորոշության մեջ չենք պահի եւ միանգամից կհայտնենք, թե ինչ առիթով ենք ձեզ այստեղ հրավիրել։ Իրականում մեր խմբագրությունում մի զանգ հնչեց, մեզ մի տիկին էր զանգահարում, ով ցանկանում էր հենց ձեզ հետ խոսել, որովհետև ինքն էլ գիտի մի պատմություն, որը շատ նման է թվացել ձեր ընտանիքի պատմությանը։ Շատ խաչվող կետեր այս տիկինը գտել է։ Մեր գործընկերը արդեն հանդիպել է նրա հետ ու լսել է նրա պատմությունը։ Հիմա միասին ծանոթանանք, հետո կվերլուծենք, խնդրեմ։ Երեխեք ջան, համեցեք, խնդրեմ, բարով եք եկե, համեցեք մեր տունը ձեր համար, սիրուն գաթա եմ թխել։ Ես Ժենյա Գասպարյանն եմ, Ռաֆոյ թոռն եմ, մենք էլ իրան ափո ենք ասել։ Ռաֆայել եւ Ազիզ Գասպարյան եղբայրներն ապրում էին Վան քաղաքում։ Արևելյան Հայաստան նրանք գաղթել են ցեղասպանության ժամանակ։ Ճանապարհը երկար էր, գաղթականների հանգրվանները քարայրներն էին։ Պատը սպառվում էին, փորձում ուտելիք գտնել, կերակրել երեխաներին ու շարունակել ճանապարհը։ Ժենյա Գասպարյանի հայրը, Ֆարադը, այդ ժամանակ 8 տարեկան է եղել։ Նա Խլուզ անունով քույր է ունեցել։ Գաղթի ժամանակ Գասպարյանները Խլուզին կորցրին։ Եղբայրը պատմում է, որ քրոջը քարայրի մոտից մի ամերիկացի է տարել։ Այդ ամերիկացին, որ եկե որբեր հավաք է, պապային ինչ արեր են չի գնացե, դե պապա 7 թիվներ, այդ երեխեն պուջուր էր։ Այտենց խափերին շորմոր հագցրե տարերին։ Այտենց ասում եմ մինչև մեռնել ադես եմ խլուզ։ Ծավարը աղում ենք, պասստոլմայինք տնım, դե ջայել վաղտ սիրել եմ իսկը մի, համել էլ հմի չենք հանում տենց, այսպես լծում ենք, վայ, նստում ենք երկու հոգով պտի աղենք։ Գասպարյանները հասան Արևելյան Հայաստան, բնակություն հաստատեցին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում։ Տեղաբնակներից մեկի այգում Ռաֆայելն ու Ազիզը հող էին մշակում եւ մեկ օրվա աշխատանքի դիմաց 2 հաց վաստակում։ Նման պայմաններում ընտանիքը երկար ապրել չկարողացավ։ Նոր կյանք սկսելու հույսով տեղափոխվեցին Բջնի։
Այնտեղ Գասպարյան եղբայրները 2 տուն կառուցեցին, պտղատու այգիներ ստեղծեցին։ Ռաֆայելի այգին հայտնի էր Ափոյի պարտեզ անունով, իսկ Ազիզի տունը միշտ մարդաշատ էր։ Նրա կինը Ոսկին ամեն շաբաթ վանա հերթական ուտեստներ պատրաստում եւ հրավիրում հարևաններին։ Լավ անուն ունեին Ազոյ օջախ, Ոսկոյ օջախ, պապաս էլ կարգին մարդ էր, կարգին, անունով մարդ։ Ընտանիքով մոտ էինք, մի բան ուտեինք իրար հետ էր, ինչ էփեինք, հատես կճուճներ կար, ոչ թե այս մեր կճուճների նման, այս սև պուտուկ էին ասում, դրանով քրչիկներն է թյալամով ծավարով ճար, դնում էր թունդիրը, սոխարազն էլ դնում էր վրեն։ Մենք էլ քուրսինը սենց սեղաներ, մտնում ենք տակը սաղն աստում ենք, ամեքս մեր տեղն ունենք։ Մինչև այդ սոխարազնալ մեր լծմեր կճուճը, մինչև պապաս տուն չգար, մեր այդ հացը սեղանին չէր դրվի։ Պապաս գալիս էր, իր տեղն ուներ, նստում էր, նոր ադեն այդ կճուճը հանում էր թնդրից, այնքան էլ համով էր այդ սովորական ապրումին, հովիվ էին, գյուղի անասուն հավաքում պահում էին էլի տենց, հետո դարան կոլխոզի չոբան, հավասու ասած կոլխոզի չոբան արևիտ խոբան։ Գասպարյան եղբայրները մահացել են, տոհմի ավագ ներկայացուցիչն այժմ Ժենյա Գասպարյանն է։ Հենց նա է սպասիր ինձ հաղորդաշարի եթերում տեսել Մարինա Եղիազարյանի որոնման հայտն ու արձագանքել։ Նա համոզված է, որ խոսքը Վանից արտագաղթած ու Բջջնիում բնակություն հաստատած Գասպարյան եղբայրների մասին է։ Ում անունը տայինումը չէի հիշի, չէի ճանաչի, ոչ էլ մտքովս կանցներ, բայց որ Խլուզի անունը տվին, տատիկս եկավ աշկիս թեմը, ադես որ տենց մխկտում էր։ Ոնց կլնի, տենա որ տենամ սիրտս կկայնի, այդ է պատմությունը ոնց կլնի։ Մարինա ջան, եթե մեր ճանաչում ես, գալիս ես, մենք Գասպարյաններն ենք, արի մեր տուն, խնդրեմ, արի, աշկիս վրա, գլխիս վրա տեղ ունես, արի մենք ազգով ձեզից սպասում ենք։ Մարինա, ձեր աչքերի մեջ արտասունք եմ տեսնում։ Այո։ Նախ եկեք հասկանանք, կարող է արդյոք նա ձեր ազգականը լինել, ձեր ապու պապը եղբայր ունեցել է։ Այո, Ազիզը հենց։ Ուրեմն փաստերը համընկնում Ջիվան են։ հորեղբայրը նաև կար, մի քանի տարի առաջ է մահացել։ Դուք Ազիզի երեխաների մասին որևէ բան գիտեք։ Իրենց երեխաները Վալեն եւ Խլուզն են, ես այդպես գիտեմ, եւ Ավետիսը իմ պապիկի արդեն երեխաներն են, Սամվելը։ Ավետիսը Սամվելը իմ պապիկի եղբայրները։ Հորեղբոր երեխաներ են։ Իմ պապիս աղբոր թորն է։ Տեղեկությունն այսպիսին է, որ հենց Խլուզը տեղափոխվել է ամերիկյան մանկատուն, իսկ մյուսները այստեղ Հայաստանում են մնացել, հա, այդպես է ստացվում։ Սամվելը Ավետիսը, այո։ Ընդան խափերին շորմորին տվե, հա, քերերը տենց ուտելու բանման տվերին հելեր էր գնաց հետները, էլ չեր նայե, ադես էլ մինչև մերնելը Խլուզը։ Համընկումները շատ են և ինչ է մեզ ստիպում է չկասկածել, որ երկու դեպքում էլ խոսքը նույն ընտանիքի մասին է։ Ժենյան նաև գիտի, որ Ռաֆայելի ընտանիքը հետագայում ակշորվել է Սիբիր, դա այդպես է։ Այո, Ռաֆայելը հենց ինքը հուղարկավորել են իրեն Նովոսիբիրսկում, երբ որ ակսորել են այդ ժամանակ, անգամ իմ փոքրիկ մորեղբայրը այնտեղ Նովոսիբիրսկում է ծնվել։ Ամեն ինչ համապատասխանում է, անգամ անունները։ Իմ հորքուրին ու մարդուն ակսորեցին, հելան փախան Սիբիր, Նովոսիբիր։ Սրանց հերն ու մերը տենց պապը տատը հետները գնացին։ Աննա, կարծում եմ այս զրույցը ամբողջական և հասկանալի դարձնելու համար պետք է այստեղ հրավիրել տիկին Ժենյան։ Այո, դուք արդեն հասկացաք, որ նա Հայաստանում է, էլ իմաստ չունի ձգձգել և պետք է իրականացնել ձեր հանդիպումը, պատրաստ եք։ Այո։ Գաթան բերել եմ, որ Մարինային հյուրասիրեմ, իմ բարեկամն է, հրավիրեմ մեր տուն, անպայման կտանեմ մեր տուն։ Դիմավորենք տիկին Ժենյային։
եմ քեզի, եթե ռախետատի թորն ես։ Այո, Արամի թորն եմ։ Արամի։ Արամի աղջիկա, Մելանիայի։ Հա, Մելանիայի։ Մելանիայի աղջիկն եմ։ Համեցեք մեր բազմոցին, մենք էլ ենք ուզում ձեր զրույցները լսել ու մեր հեռուստադիտողները։ Ես քեզ տանեմ մեր տուն, կգաս մեր տուն, կեթաս։ Անպայման։ Կմնաս մեր տուն։ Եկեք նստեք։ Մելանի աղջիկ։ Մելանիայի, հա։ Նստեք։ Ես ձեզ կօգնեմ, նստեք։ Ոչ թե պարավ եմ, այլ ծերացել եմ։ Այս ինչ ճոխություն է, ինչ եք բերել ձեզ հետ։ Չնայած շատ բան չի, գաթա եմ բերել։ Հրաշք։ Այսպիսի գաթա չէինք տեսել, ճիշտ եմ տեսնում, որ վրան էլ սպասիր ինձ է գրված։ Հա։ Շատ շնորհակալություն, Տիկին Հետո Ժենյա։ կուտենք, խոստանում ենք։ Տիկին Ժենյա, փորձեք օգնել մեզ հասկանալ ձեր եւ Մարինայի ընտանիքի ազգակցական կապը։ Իմ պապի աղբերը Ռաֆոներ, Արամն էլ իրա տղեներ Արամ Ղազո։ Հետո էլ հետա Մելանիայի աղջիկն է։ Արամի թորնա։ Մարինան փնտրում էր շատ հեռուներում, Ամերիկայում, որովհետև տեղեկություն ուներ, որ ամերիկյան մանկատուն են տեղափոխվել իր ազգականները, բայց այստեղ Հայաստանում գտավ։ Հեռու փնտրեցինք, մոտիկ գտանք։ Դուք որտեղ եք ապրում։ Մենք բժնի ենք ապրում, հիմա Արզականում ենք։ Դե սկզբից բժնի էր էլի։ Ես շատ եմ լինում այնտեղ։ Հա։ Ում տունն ես այդ։ Ուղղակի հյուր եմ գնում, այդպես գնում եմ, շրջագայում եմ այդ։ Ուրեմն կգաս մեր տունը, կտանենք մեր տուն, հա։ Մարինայի հետ բոլորին կծանոթացնեք։ Պետք է արդեն այս սերունդների հետ կապը պահեք, որպեսզի պարտադիր նախորդ 100-ամյակի պարտքը, որ ունեիք ձեր արմատների առջև, ինչ որ կերպ հատուցվի։ Տանելու եմ մեր տուն։ Հա։ Ես կգամ։ Եթե մեզ եք այսպիսի գաթա բերել, այս չափի, ես պատկերացնում եմ Մարինային ինչպես կհյուրասիրեք։ Ձեր թույլտվությամբ։ Ահ, ձեր թույլտվությամբ։ Հələ լսի։ Ջան։ Ես քեզի բա այնքան շատ եմ սիրեմ, ես քո հորդ, հա, մեր տուն են եկե, ես էդի ուզում ասի, Մհեր Մկրչյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, եկան էդմին աղվերան լսած կաս, էդմին պանսյոնատները, մեր խնձորը լավ խնձոր էր, դստած վաճառում ենք, էդ խնձորը եկավ նայեց, հենց Մհեր Մկրչյանը, մի հատ էլ կանիկ կար մեր մոտ ասեց Ժենիկ, դմբուզնա ասի, այ կնիկ սուս, ասեց այ մարդ ընձի դմբուզեն ասե, ես դմբուզն էլ կմնամ։ Տարա մեր տունը, մածուն պատիվ տվի իրանցը, քեզ էլ եմ տանելու մեր տուն, անպայման, հրավիրելու եմ։ Մենք շատ ուրախ ենք, որ այս հանդիպումը հնարավոր դարձավ, պետք է շփվեք, բոլոր մանրամասները պարզեք։ Հա, կգա մեր տուն։ Եվ ես գալու։ Շաբաթ կամ կիրակի։ Սպասեմ հենց լի, որ տղերքը տունն լեն աղբերները։ Այդ ձեզանից, դուք կազմակերպեք, ես կգամ։ Հա, դուք երբ պտի գաք։ Մենք էլ մյուս շաբաթ կիրակի կգանք։ Իսկականից։ Շնորհավորում ենք ձեզ, անչափ ուրախ ենք։ Շատ շնորհակալ եմ։ Քեզի, որ մեր Գնանք մեր տուն, Դատին պապին չկան, բայց կգնանք։ Ուզում ես։ Ես կվերցնեմ։ Գիտեմ, որ չեն ալի։ Սա քո քերին էլ չկա։ Ինքն էր է սկսել փնտրելը։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչն իր ժամանակն ունի։ Մենք հաճախ շտապում ենք, ուզում ենք ամեն բան արագ անել, րոպե առաջ գտնել մարդկանց ու հայտնել այդ մասին հարազատներին, բայց միշտ չէ, որ ամեն բան մեր ցանկությամբ է լինում։ Երբեմն տարիներ են տևում, մինչև կայանում է Բաղձալի հանդիպումը։ Ու այսօրվա հանդիպումը դրա վառ օրինակն էր։ Տասնամյակներ պահանջվեցին, որ հանդիպեն երկու ազգականներ։ Բայց այս պատմությունը դեռ ավարտված չէ եւ մենք կրկին դիմում ենք մեր հեռուստադիտողներին, որոնք ցրված են աշխարհով մեկ։
Դուք կարող եք օգնել այս ընտանիքին վերամիավորվել։ Եթե որևէ բան գիտեք այս ընտանիքի պատմության մասին, խնդրում ենք կապ հաստատել մեր խմբագրության հետ։ Այսօր այսքանը։ Մինչ հանդիպում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։